թեման էլ է փակվում, հասկանում ես։ Կարող ենք ասել, որ քաղաքացիական պայմանագիրը ամեն դեպքում այս պահին կաթողիկոսին հեռացնելու օրակարգի շուրջ դադար է վերցրել։ Ոչ։ Ինչպես է, հիմա որևէ դրսևորում չի Այդ process-ը չի դադարել, չի դադարում ու չի դադարելու։ Պասիվություն այդ դեպքում Նախ ներքին կուսակցական նախընտրական process-ներով։ Դե դադար է էլի վերջ։ Չէ, դադար չի։ Հիմա որ ներկուսակցական քարոզարշավը ես դեռ հարցազրույց չեմ տալիս։ Պարոն Սիմոնյան, Ալիս եմ չէ։ ներկուսակցական ընտրությունների հետ կապված Իրանն ադվանանք։ Ինքը շարունակի երևի էլի մի վարքյան համել գրեմ։ Ուրեմն վերադառնանք քաղաքականություն, եթե ձեր կուսակցությունը չհավաքի անհրաժեշտ մեծամասնությունը 51%-ը, դուք ում հետ եք համագործակցելու, ձեր տեսլականում կա համագործակցության։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ, բայց ես բացառում եմ նման իրավիճակ, ես մոտավորապես ենթադրում եմ, թե ինչ տոկոս ենք մենք ստանալու եւ վստահ եմ համանդրական մեծամասնություն։ Դե որովհետեւ այո, հարցումը գիտեք որն է, հարցումը ով է ձեզ ասում։ Այդ 24 նյուզի տակը գրած այդ ֆեյքերի բանով եք չափում։ Որտեղ եք նայում։ Հարգելիս, նախ սա համապետական քարոզարշավ չի մեկ, երկրորդը դա տենց չի, ընդհակառակը։ Մարդկանց մենք էլ էինք այդ համեմատում, մարդկանց մեջ չկա այն ներվը, չկա այն բացասականը, որը որ կար 21 թվականի ընտրությունների ժամանակ։ Եվ ես ձեր հետ պատրաստ եմ մարջ գալ բոլորի հետ։ Ես ձեր հետ մարջ եմ գալիս, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շատ ավելի շատ ձայն է ստանալու, քան 2021 թվականին։ Պատրաստ եք։ Մարջ են գալի, ասեք։ Դուք ասեք դուք ինչ եք ուզում, ես ասեմ ես ինչ եմ ուզում։ Որևէ իշխանության հավակնություն չունենաք, եթե անգամ Ռուզան ջան, դու իմ ընտրողն ես, կոնկրետ դու անձամբ իմ ընտրողն ես։ Հիմա խես տեսախցիկների մոտ տենց բաներ ասում։ Կգնաք։ Տեսեք, դու էլ ես իմ ընտրողը, դու էլ ես մեր ընտրողը, իհարկե։ Գնացեք, հաջան։ Կանե ջան, մենք ոչ մեկին չենք կարող արգելել, դա անում է այլ մարմին, մենք դրանով չենք զբաղվում, ու մենք ընդհանրապես այսքան ժամանակ ոչ մի կուսակցություն չենք արգելել եւ նման բաներով չենք զբաղվել եւ նման օրինակ դուք չեք կարող բերել։ Վերադառնանք Նարեկին։ Նարեկը բոլորին զիջեց, հիմա մենք զիջենք Նարեկին։ Նարեկ ջան, շնորհակալություն, երկու հարց ունեմ, պարոն Սիմոնյան։ Նախ մասնակիցները ընդդում են, ասում են, որ ընտրական օրենսգրքով արգելվում է ունեցվածքի 30%-ը Հայաստանից դուրս ունեցող անձանց գրանցել ընտրություններին, թե ոչ։ Արդյոք սա իշխանության օրակարգում կա, քննարկում եք, թե ոչ նման վտանգներ։ Իշի երկրորդ հարցը սրան պատասխանեմ, հետո մյուսը չէ, նման բան մենք չենք քննարկում, առաջին անգամ ձեզնից եմ լսում, ես շատ որպես իրավաբան եմ ասում, ես շատ քիչ հավանական եմ համարում, որ Հայաստանում լինի կուսակցություն, որը որ եթե տենց կտրուկ ինչ որ պատճառ չլինի, շատ քիչ հավանական եմ, համարում եմ դա քաղաքականորեն սխալ եւ ես անկեղծ եմ ասում, լուրջ եմ ասում, դուք մեր համար ինչ տարբերություն ազգային ժողովի դահլիճում այն մյուս 40%-ը ով է ալնելու, առավել ևս որ նույն մարդիկ են։ Այսինքն մի ընդդիմադիր կուսակցությունից քոչում են մյուս ընդդիմադիր կուսակցություն, ասում են, ահա Ծիպերյան Նատաշը, ասենք դառնում են այլ կուսակցության անդամ, հետո մեկ է սկսում են այլմիսին գովաբանել եւ գնում են այս ինչ։ Մեր համար ինչ տարբերություն կկոչվի այլ մնացած 40%-ը ԲՀԿ, չգիտեմ, ԼՀԿ, Հայաստան, մեր ձևով, ձեր ձևով, չգիտեմ, մեր համար ինչ տարբերություն։ Մենք չենք կարող այստեղ 100% կազմել։ Պարզ է, չէ՞ որ ընդդիմությունը առնվազն 40% զբաղեցնելու է։ Հա, ինչ ուզում են թող անեն, ինչ տարբերություն։ Մարդիկ պետք է ընտրություն ունենան։ Եվ մյուս հարցը, պարոն Սիմոնյան, ձեր հետագա պաշտոնավարման հետ կապված նշում են, որ այս ներկուսակցական ընտրություններով, քանի որ դուք զիջում եք այլ թեկնածուների, սա արդեն ասում են տեղեկություններ կա, որ մամուլն էլ գրում է, որ քննարկում է, որ այլևս դուք չեք լինի 26-ից հետո ազգային ժողովի նախագահ, սրա շուրջ քննարկում եղել է թե ոչ։ Նման քննարկումներ չկա, ես չեմ կարծում, որ որևիցե մեկին զիջում է, որովհետև այդ ընտրությունները այլ բանի մասին են, դա կուսակցական ներգրավվածության մասին է, դա կուսակցության անդամների հետ աշխատելու մասին եւ որևիցե ձևով պրոյեկտել դա այլ բանի վրա իհարկե չի կարելի, ինչ վերաբերում է արդեն 9-րդ գումարման ազգային ժողովի նախագահի վերաբերյալ ինձ այս պահի դրությամբ որևիցե մեկը աշխատանքից չի ազատել, այսինքն իմ կուսակցությունը, իմ վարչությունը չի ազատել եւ ես որևիցե միտք եւ նպատակ չունեմ այդ հարցը քննարկել։ Այս պահի դրությամբ դուք եք, եթե մեծամասնություն լինեք, դուք եք 9-րդ գումարման խորհրդարանի։ Նման բան չի քննարկվել, բայց ես մենք իմ
գործնեությունը որովհետեւ ձեւով չի բերել այն պահին, այն մասին, որտեղ որ ես պետքա այլ բանով զբաղվեմ։ Եթե կուսակցությունը, վարչությունը, վարչապետը մասնավորապես այլ բան կորոշի, ես իհարկե այդ որոշմանը կենթարկվեմ, բայց ես նման ամեն դեպքում խորհրդարանը ես իհարկե նախընտրում եմ խորհրդարանը, նախընտրում եմ մնալ նույն տեղում եւ կարծում եմ, որ դա տրամաբանական է, որովհետեւ չգիտեմ, կարող է շատ հարցերում իրար հետ համաձայն չենք, բայց կարծում եմ, որովհետեւ մեկի մոտ կասկած չկա, որ որպես ազգային ժողովի նախագահ ես իմ գործը այնուամենայնիվ հաջողել եմ եւ ես ենթադրում եմ, որ դա կգնահատվի իմ գործընկերների կողմից։ Ես գործադիր Եթե իմ կուսակցությունը որոշի, որ ես շարքային падգամավոր եմ լինելու, բնական է ես կդառնամ շարքային падգամավոր, ուղղակի խնդրեմն է, որ ես որպես շարքային падգամավոր եմ ցած տեղում ֆռալու եւ Ալեն Սիմոնյանն եմ մնալու, բայց եթե որոշեմ, ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Ունենա անվտանգություն չէ։ Նարեկ, ես որ BMW ունեի, BMW ոչ մեկ չուներ, սկսենք դրանից ու երկու տարբեր BMW ունեի, նենց որ այդ բաներին մի հավատա։ Նկատի ունեմ զրահապատ։ Զրահապատ այսինքն անձնական մեքենա ունեք։ Հարգելիս, ես զրահապատ հիմա էլ չունեմ, սկսենք դրանից, հələ Ծառայողական զրահապատ։ Չէ, դնում ես ինֆորմացիա ճիշտ։ Մի պատտվող լուրեր ոչ մի ձև չգիտեմ այդ լուրերի իսկությունը ինչքանով կարող է մոտ Որ ես այլ մոլորակային եմ, չէ, ճիշտ չի, ուրիշ։ Պարոն Սիմոնյան, հնարավոր է կամ առհասարակ այդպիսի քիչ կողմ եկեք էլի շոկ է։ Հանրապետության նախագահի պաշտոնի համար առաջ։ Հարգելիներս, այտենց քննարկումներ կա միայն ընդդիմադիր որոշ թերթերում։ Մենք այտենց բաներ չենք խոսում։ Հայաստանի Հանրապետությունը ունի իր նախագահին։ Ես գործող քաղաքական խոսացող գործիչ եմ։ Եթե իմ կուսակցությունը կգտնի, որ ես պետքա գնամ, չգիտեմ, ԺԵԿ-ի պետ դառնամ, մենք այդ հարցը մեր կուսակցության հետ կքննարկենք։ Նման քննարկում չկա։ Եվ ես ենթադրում եմ, իմ գործունեությունը թույլ չի տալիս, իմ անցած ճանապարհը, իմ ծառայությունները, որը որ ես մատուցել եմ Հայաստանի Հանրապետություն որպես պարլամենտական, թույլ չի տալիս նման խոսակցությունների հետ։ Պարզա որ ուզում են մեզ իրար հետ կռվածնեն, չգիտեմ, իմ ընկերների անուններն են տալիս, քաղաքացիական պայմանագին, Տիկին Մակունցը իմ ընկերն է, շատ լավ աղջիկ է, եթե իմ կուսակցությունը կորոշի, որ ինքը պետք է լինի, ես միայն ուրախ կլինեմ, բայց ժողովուրդ, ես սաղ եմ, ես կամ ու ես շարունակելու եմ գործել ու լսում եմ այս ամեն ինչը, դադարեցրեք ես անտեղի խոսակցությունը։ Շնորհակալություն։ Դե մամուլը դա ասում է, որ մեզ կռվածնի։ Չի ստացվել մեզ կռվածնել։ Բոլորի անունները, ում անունները տվել են, իմ ամենամոտ ընկերներն են։ Իմ տան, իրար տուն գնալով, ընտանիքներով ընկերություն, մենք նայում, կարդում, ծիծաղում ենք դրանց վրա։ Հայկ Սարգսյանի հետ ինձ մամուլը չի կռվածնել եւ ես Հայկ Սարգսյանի հետ կռված չեմ, մենք ուղղակի տարբեր հարցերի հետ կապված տարբեր կարծիքներ ունենք։ Այսինքն դուք կարծում եք, որ ես բոլոր 70 կամ չգիտեմ 100 падգամավորի հետ ընկերական հարաբերություններ ունեմ, մեկի հետ մոտ եմ, մեկի հետ այդքան մոտ չեմ, մեկի հետ իրար տուն ենք եթում, մեկի հետ հենց գործտեղ ենք բարեկամ։ Արմենյանի հետ էլ եք ընկերներ, պարոն Սիմոնյան։ Եվ ինչ։ Որ ասպեք ամենամոտ ընկերների հետ են փորձում կռված։ Եվ ինչ անենք։ Այսինքն կյանք է եւ ամեն ինչ տեղի է ունեն, բայց Արտուր Վանեսյանի հետ ես չեմ կռվել պաշտոնի պատճառով, կռվել եմ այլ բաների պատճառով, որի մասին հիմա չեմ ուզում խոսել, որտեվ նախ Արտուր Վանեսյանը քաղաքական առումով էլ հետաքրքիր չի, կարծում եմ, այն բանից հետո իդեպ ճիշտ որոշումից հետո չմասնակցել ընտրություններին, ես ուրախ եմ, որ ինքը տենց որոշում ա կայացրել եւ իր կյանքի ամենաճիշտ երկրորդ որոշումն է։ Դե աջակցի Թող աջակցի, բան չունեմ, բայց եթե հին մեթոդներով է աջակցելու, իրավապահները գործելու են եւ այդ աջակցողներին տանելու են աջակցելու։ Ես վստահ եմ, ես վստահ եմ։ Այդ բանը խաչմարտեր չէ, այսպես խաչմարտերն ամ որ վստահ եմ։